2025 թվականի հոկտեմբերի 25 Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից ամիսներ անց քրեական վարույթով նոր զարգացումներ կան։ Գյումրու համայնքապետարանի 6 պաշտոնատար անձանց և համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների 8 տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Մեղադրյալների շարքում են համայնքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը, ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը և կրթության բաժնի 4 աշխատակիցներ։ Նրանք նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են այնպիսի գործողություն, որը իրենց լիազորություններից դուրս է։ 6-ով կազմակերպել են Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների տնօրենների, միևնույն ժամանակ աշխատակիցների աշխատանքը թողնելու, մանկապարտեզները փակելու, միևնույն ժամանակ երեխաներին տուն ուղարկելու և տնօրենների և աշխատակիցների մանկապարտեզի անձնակազմի հետ միասին Վարդանանց հրապարակ գնալը և այնտեղ փաստացի տեղի ունեցող զանգվածային անկարգություններին մասնակցելը։ Իսկ մանկապարտեզների 8 տնօրենները մեղադրվում են իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու համար։ Իրենց ենթակա անձնակազմին տվել են ցուցումներ, որպեսզի նրանք զանգահարեն սաների ծնողներին և կանչեն մանկապարտեզներ, որպեսզի ծնողները երեխաներին ժամանակից շուտ տանեն տուն և իրենք կարողանան իրենց անձնակազմի հետ միասին ի կատարումն արդեն իսկ տրված համայնքապետարանի պաշտոնատար անձանց ապօրինի հանձնարարության գնան և մասնակցեն Վարդանանց հրապարակում տեղի ունեցող ապօրինի հավաքին, այդ ձևով նաև փաստացի մասնակցել են տեղի ունեցող զանգվածային անկարգություններին։ Որպես խափանման միջոց կասեցվել են համայնքապետարանի 6 աշխատակցի և մանկապարտեզի 6 տնօրենի պաշտոնավարումը։ Երկուսի պաշտոնավարումը չի կասեցվել, քանի որ նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը։ Այդ կերպ նաև համաձայնություն հայտնել ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրի հետ, տվել խոստովանական ցուցմունքներ և նրանց կողմից հետագա արդեն իրենց աշխատակիցների նկատմամբ ազդեցության ռիսկը որպես այդպիսին չեզոքացվել է, հետևաբար վարույթ իրականացնող մարմինը նպատակահարմար չի գտել նրանց պաշտոնավարումը կասեցնել։ Բացի նոր 14 մեղադրյալներից վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցված ևս 41 անձի նկատմամբ։ Դատախազը դեռևս հունվարի 21-ին հաստատել էր Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպելու և ղեկավարելու մասով 41-ից 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և հանձնել իրավասու դատարան։ Համայնքապետի որդին Սպարտակ Ղուկասյանը, ով տվյալ ժամանակ գտնվել է տնային կալանքի տակ, և Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը, ով հանդիսացել է համայնքի ղեկավարի տեղակալը, միևնույն ժամանակ նրա օգնականը Կարապետ Ղուկասյանը և կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը կազմակերպում են զանգվածային անկարգություններ, միևնույն ժամանակ ոստիկանության աշխատողների նկատմամբ բռնության գործադրում, իր հերթին նաև պետական և համայնքային գույքի ոչնչացում և վնասում։ Իսկ մյուս 37 անձինք մեղադրվում են զանգվածային անկարգությանը մասնակցելու, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, պետական և համայնքային գույքերը ոչնչացնելու և վնասելու համար։ Մի շարք անձինք կոնկրետ բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, նշանակված փորձագետի եզրակացությամբ հաստատվել է նաև մարմնական վնասվածքները, օրինակի համար գույք ոչնչացնելու մասով ներկայացնեմ, ծագել են ոստիկանության ավտոմեքենայի անվադողերը, այդ կերպ նաև փորձելով խոչընդոտել հետագայում Վարդան Ղուկասյանի հնարավոր ձերբակալումը և դրանից հետո հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենք տեղափոխումը։ Դատաքննության փուլում է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի քրեական վարույթը։ Նա մեղադրվում է 24 հողամասերի վերաբերյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, հողամասերից 4-ի մասով փողերի լվացման դրվագներով։ Արդեն հետազոտվել են գրավոր ապացույցները, հարցաքննվել է վկաների մեծ մասը։ Գործը ըստ դատախազի ավարտական փուլում է։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։